Բարև ձեզ ժողովուրդ ջան, հուսով եմ լավ եք։ Այսօր ուզում եմ մի փոքր խոսել մի արտահայտության մասին, որը մոտավոր հնչում է սենց. ում երեխեքի հաշվին եք Ղարաբաղ ազատագրում։ Նախորդ կասեմ, էլի, ես ոչ լևոնական եմ, ոչ ռոբական եմ, ոչ սերժական եմ, ոչ Տաշի Սամվելական եմ, ոչ Նիկոլական եմ առավել ևս։ Ես հայ եմ, հայաստանցի եմ ու հայկական եմ։ Ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտաամերիկամետ եմ, չգիտեմ ինչ ամետ, ոչ մի ամետ էլ չեմ, ես հայամետ եմ ու Հայաստանի քաղաքացի եմ։ Այդ որ չգան, էլի տակը գրեմ, միցայկեր, ես իմ չգիտեմ ինչ հիմար բաներ չգրեք, էլի մեկնաբանություններում։ Ժողովուրդ ջան, այս արտահայտությունը ում երեխեքի հաշվին եք Ղարաբաղ ազատագրում։ Ղարաբաղ, Արցախ էլ չէ, էլի Ղարաբաղ։ Այդ արտահայտությունը անողները հիմնականում հենց Ղարաբաղ են ասում, այսինքն ադրբեջաներեն են ասում այդ տարածքը, այլ ոչ թե հայերեն Արցախ են ասում, էլի։ Ես Արցախ եմ ասում, բայց մեջբերում եմ նրանց խոսքը, դրա համար Ղարաբաղ եմ ասում։ Այս արտահայտությունը շատ մանիպուլատիվ արտահայտություն է, եւ եկեք մի քիչ մանրամասնենք, մի քիչ բացենք, քանդենք, այս արտահայտությունը։ Հենց ամենասկզբից ում երեխեքի հաշվին։ Այդ ումը, այսինքն դուք այդ ասողն ում տեսանկյունից է ասում այս արտահայտությունը, իրա ինքը ծնողա ու ինքն ասում է իր տեսանկյունից, թե ինքը ծնող չի, բայց այնքան տենց մտահոգ է ուրիշների համար, որ ուրիշների, այսինքն ուրիշ ծնողների անունից է ասում այդ արտահայտությունը, մի հատ հասկանանք, էլի։ Որտեվ շատ հաճախ այս արտահայտությունն անողները երեխեք էլ չունեն սկի։ Սա առաջին մանիպուլյացիան, որ ուզում եմ նշեմ, երկրորդ մանիպուլյացիան, այդ որ ասում են երեխեք։ Այդ ինչ երեխեքի մասին է խոսքը, այդ ուճուրիկ երեխեքի մասին է խոսքը, ասենք 10 տարեկան, 13 տարեկան, հա, 15 տարեկան, այդ երեխեք, որ ասում են, խոսքը չափահաս հայ մարդու մասին է։ Ու ստեղել է հաջորդ մանիպուլյացիան, էլի, թե բա երեխեք։ Իրանք չեն շեշտում, որ խոսքը չափահաս հայ մարդու մասին է, կլինի տղա աղջիկ, չեմ ուզում առանձնացնել։ Չափահաս հայ մարդու մասին է խոսքը, քանի որ եթե ինքը գնալու է պատերազմ կռվի, չէ, ասում են ում երեխեքի հաշվին են գնալու Արցախում կռվեն, ազատագրեն, այսինքն պատերազմի ենթակա է, պատերազմի գնալու ենթակա է, հետևաբար չափահաս է։ Այսինքն խոսքը չափահաս հայ հայաստանցի, Հայաստանի քաղաքացի կամ միգուցե ոչ քաղաքացու մասին է։ Այս էլ երկրորդ մանիպուլյացիան է այստեղ։ Այսինքն իրանք գիտեք ոնց պետք է ասեն, որ ճիշտ լինի մանիպուլյացիաները հանած։ Պիտի ասեն մոտավոր այսպես, էլի, այդ որ չափահաս հայաստանցու շնորհիվ եք ուզում ազատագրել ու իրենց խոսքով Ղարաբաղը, իմ խոսքով Արցախը։ Բայց սա էլ դեռ վերջի մանիպուլյացիան չի։ Հաջորդ մանիպուլյացիան, թե բա ազատագրեք կամ հետ բերեք Ղարաբաղը։ Նախ ես այդ մարդկանց ուզում եմ ասել Ղարաբաղ չի, Արցախ է, հայկական Արցախ է, դուք եթե ձեզ հայ եք համարում, պիտի որ հայերեն տերմիններ օգտագործեք, այլ ոչ թե ադրբեջաներեն կամ թուրքերեն։ Չնայած ամբողջ աշխարհը ասում է Լեռնային Ղարաբաղ, բայց շատ հաճախ էլ ասում են Արցախ։
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, սենց իրար հետ են հաճախ ասում։ Հիմա երրորդ մանիպուլյացիային անցնեմ, ում երեխեքի հաշվին եք ուզում հետ բերել Ղարաբաղը։ Այդ հետ բերել Ղարաբաղն, այդ ինչ կատեգորիա է։ Այդ ինչ է նշանակում հետ բերել Արցախը։ Արցախը, հայկական Արցախը, որտեղ հազարամյակներով, 3000 տարի մոտավորապես ապրում էին հայեր, ու ինքը հայերի բնորաններից մեկն է։ Եվ ահա այդ Արցախը մեզանից խլվեց, բռնազավթվեց, ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման կամ այլ տերմին կա, ասում են պատրիոտիդ, այսինքն հայրենազրկում, եւ հիմնականում դրա մեղավորությունը իհարկե ներկայիս վարչակազմի վրա է, ԿՊԻ եւ իր այդ սազանդարների, բայց նաեւ իրենց մեղքի մեծ բաժին ունեն այդ նախկինները, Ռոբ Մոբ, Սերժ Մերժ, Լևոն Մևոն եւ այլն։ Եվ ահա այդ Արցախը կամ այդ որ դուք ասում եք այդ Ղարաբաղը հետ բերելը, դա պետք է լինի յուրաքանչյուր հայի, հայաստանցու սուրբ պարտականությունը, որովհետև դա մեզանից ապօրինի խլվել է, բռնազավթվել է, այնտեղի հայերը ենթարկվել են էթնիկ զտման եւ հայրենազրկման, այնտեղ տեղի են ունեցել բազմաթիվ վայրագություններ, հանցագործություններ, հայ զինվորների եւ խաղաղ բնակչության նկատմամբ, սպանություններ, խոշտանգումներ, մինչեւ հիմա կան անհետ կորածներ, մինչեւ հիմա Բաքվի բանտերում կան հայ զինվորներ, ու ընդհանրապես ուղղակի հայեր։ Եվ հիմա այս ամեն ինչը դուք այդպես տենց հեշտ ու հանգիստ տենց բան էլի, հետ բերեք Ղարաբաղը, այդ Արցախը այդ մեր ինքնության մի մասնիկն է։ Դե կարող է ձեր ինքնության մի մասնիկը չի, դուք ինչ, դուք անհայրենիք դասալիկ կոլաբորանտներ եք հիմնականում, էլի։ Խոսքս վերաբերում է այս արտահայտությունը անողներին կոնկրետ։ Դուք ձեր էությամբ դասալիկ վախկոտ հնազանդներ եք, թշնամու հետ համագործակցող կոլաբորացիոնիստներ եք։ Ձեր այդ մանիպուլյացիաները պահեք ձեզ, այդ էժան ստերը, էժան կեղծիքները պահեք ձեզ։ Ու այդ ձեր արտահայտությունը, ում երեխեքի հաշվին եք Ղարաբաղ հետ բերելու, որ սենց բացենք, ստացվի սենց մոտավորապես։ Այդ որ չափահաս հայի շնորհիվ եք ազատագրելու հայկական Արցախը։ Ու այս իմ ասածը ու այդ ձեր ասածը շատ տարբեր ձև են հնչում։ Ինչ է նշանակում ում որ չափահաս հայի շնորհիվ, այն չափահաս հայի, ով իրեն համարում է հայ, հայաստանցի, Հայաստանն ու Արցախն էլ համարում է իր ինքնության մի մասնիկը։ Իրանք սկի ձեզ կամ իրենց ծնողներին չեն էլ հարցնելու, որ գնան Արցախ ազատագրեն կամ Հայաստան ազատագրեն կամ Հայաստան պահեն, իրենք չեն էլ հարցնելու։ Օրինակ մեկը ես իմ ծնողին չեմ հարցրել, ես սուս-փուս իրերս հավաքել եմ, գնացել եմ։ Իմ ծնողը հետո է իմացել։ Բա հայը տենց է, իսկական կռվող, խիզախ եւ հայրենիքի նկատմամբ իրեն պարտականություն ունեցող, պարտք համարող, հայրենիքը պաշտպանելը պարտք համարող հայը այդպես է լինում, ընդհանրապես ոչ միայն հայը, մարդը ընդհանրապես, անկախ ազգությունից։ Այնպես որ ձեր մանիպուլյացիաները պահեք ձեզ։ Պատերազմ գնալու են
խիզախները, պատերազմ գնալու են հայրենասերները, ազգային ու պետական մտածելակերպ ունեցողները, մարդիկ, ովքեր այս երկիրն ու Արցախը համարում են ոչ միայն այս երկիրը, ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլ կորսված մնացած տարածքները համարում են իրենց ինքնության մի մասնիկը, համարում են իրենց բնորանը։ Հիմա ես արմատներով կեսս արցախցի է, մի մասս վանեցի է, մի մասը տավուշեցի։ Հիմա այդ երեք կտորներից մենակ մեկն է մնացել մեր վերահսկողության տակ, տավուշը։ Հիմա ինչ է տավուշն էլ տանք, հա, դրանից էլ հրաժարվենք, հա, ըստ ձեր տրամաբանության։ Եթե հանկարծ թշնամին հարձակվի։ Իսկ թշնամին մնացել է թշնամի, ոչինչ էլ չի փոխվել։ Արցախն ազատագրվելու հայրենասեր, այս երկիրն ու այս ժողովուրդը, այս հողն ու ջուրը սիրող հայ, հայաստանցի մարդկանց շնորհիվ։ Ոնց որ այսքան ժամանակ այս երկիրը պահվել է, որ այսօր հասել ենք նրան, որ կա Հայաստանի Հանրապետություն ու կար Արցախ, այդ տեսակ մարդիկ են պահել, իսկ ձեր նման կոլաբորացիոնիստ, դասալիկ, վախկոտ հնազանդները, դավաճանները միշտ էլ խանգարել են ու միշտ էլ հանձնել են սեփական կաշին փրկելու համար։ Այնպես որ ձեր մանիպուլյացիաները պահեք, ձեններդ կտրեք, այս երկրում կան շատ հայրենասեր, ազնիվ, ազգային ու պետական մտածելակերպ ունեցող մարդիկ, թե տղա, թե աղջիկ, եւ ասեմ, էլի շատ ծնողներ կան նման մտածելակերպով, ովքեր ասում են, որ հա, շատ ցավալի է, որ մեր զավակը գնա պատերազմ, բայց ես հպարտ եմ, որպես ծնող հպարտ եմ, որ իմ զավակը գնա պատերազմ ու այս երկիրը պաշտպանի։ Տենց ծնողներ էլ շատ կան։ Ընտանիք կա, որտեղ հայր ու որդի զոհվել են։ Հայր ու որդի էլ գնացել են պատերազմ ու զոհվել են։ Այլ ոչ թե ձեր նման գնացել են մամայի փեշի տակ կամ ինչ-որ նկուղներում պաղկվել են, որ չգնան պատերազմ։ Այդ թուրքը, որ գար ձեր ծնողին ու քրոջը ձեր աչքի առաջ մի խոսքով ինչ էիք ասելու։ Ասել եք, վայ, ես իմ մամայի պոպուշ բալիկն եմ, չգնամ պատերազմ։ Այ դասալիկներ։ Այնպես որ ժողովուրդ ջան, այս մանիպուլյացիաներին մի տրվեք, այդ արտահայտությունը շատ վատ, քայքայիչ արտահայտություն է։ Այս երկիրը պահելը յուրաքանչյուր հայի պարտականությունն է։ Իսկ կորսված հողերն ազատագրելը եւս յուրաքանչյուր հայի պարտականությունն է։ Ես չեմ ասում, հա, վաղը չեմ իսօր զորք հավաքեն գնանք ազատագրենք Արցախը, չէ։ Բայց պետք է հզորանալ եւ մի օր դա իրականացնել։ 5 տարի հետո, 15 տարի հետո, 50 տարի հետո, 150 տարի հետո։ Բայց դա մի օր պետք է անել։ Որովհետեւ Արցախը պահում էր Հայաստանը։ Տենց արտահայտություն կա, որ Արցախը Հայաստանի դարպասն էր։ Դարպասը հանձնեցիք։ Հիմա Հայաստանի հերթն է։ Տեսնում ենք թշնամին ոնց է Հայաստանը համարում ադրբեջանական հող։ Տեսնում ենք էլ այդ ամեն ինչը։ Բոլորիս աչքի առաջ է այդ ամեն ինչը տեղի ունենում։ Լավ, այսքանն է թերևս ուզում ասել։ Լավ մնացեք, ժողովուրդ ջան։ Այժմ մանիպուլյացիաների մի տրվեք, մի թողեք, որ ձեզ մոլորեցնեն, մի թողեք, որ ձեզ խաբեն, այդ դասալիկներն ու
թշնամու հետ համագործակցող վախկոտները, դուք խիզախ եղեք, համարձակ եղեք, պատասխանատվություն ունեցեք այս երկրի, այս հողի ջրի նկատմամբ ու մտածեք, որ մենք բոլորս գոյություն ունենք զուտ նրա համար, որ ժամանակին կռվել են, պայքարել են, արյուն են թափել, զոհվել են։ Եթե դա ամեն ինչը չլիներ, հիմա Հայաստանը չէր լինի, այս մի կտորն էլ չէր մնա։ Եվ Արցախն էլ կորսվեց հենց դրա համար, որ ժամանակին չեն մտածել ոնց անեն, որ հզորացնեն երկիրը, պատերազմն էլ չկարողացան կառավարել։ Մեկը ես եւ իմ գումարտակը մեր դիրքերից չենք նահանջել, միջև վերջ մնացինք մեր դիրքերում, հետո էլ իմացանք, որ պարտվել ենք։ Շատ ցավալի զգացում էր դա։ Լավ, այսքանը ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Հուսով եմ կարողացա իմ մտքերով կիսվել ու պարզ արտահայտվել։ Նման արտահայտություն անողներին ասեք, գիտեք ինչ, այդ երեխան չափահաս մեծ մարդը ինքն է որոշելու գնա պատերազմ, պաշտպանի իր հողն ու ջուրը, իր երկիր, իր ընտանիքը, թե գնա մամայի փեշի տակ կամ նկուղում պահկվի, միջև թուրքը կգա կհասնի իր ընտանիքին։ Այնպես որ ժողովուրդ ջան, տենց բան ասողներին սաստեք։ Սա շատ քայքայիչ արտահայտություն է։ Հակառակը, պետքա խոսել խիզախությունից, պետքա խոսել պատասխանատվությունից, պարտականությունից այս երկրի, այս հողի ջրի նկատմամբ։ Եվ խրախուսել այդ ամենը։ Շնորհակալություն, լավ մնացեք։